Անուն Հոր եւ Որդվո եւ Օգնի Սրբո ամեն։ Սկզբից էր բանը եւ բանը Աստծո մոտ էր եւ բանն Աստված էր։ Նա սկզբից Աստծո մոտ էր, ամեն ինչ նրանով եղավ եւ առանց նրա չեղավ ոչինչ, որ եղել է։ Կյանքը նրանով էր։ Եվ այդ կյանքը մարդկանց համար լույս էր, եւ լույսը խավարի մեջ լուսավորում է եւ խավարը նրան չնվաճեց։ Կար մի մարդ Աստծուց ուղարկված, նրա անունը Հովհաննես, սա եկավ որպեսզի վկայի լույսի մասին, որ բոլորը նրա միջոցով հավատան։ Ինքը լույսը չէր, այլ եկել էր, որ վկայի լույսի մասին։ Այդ լույսն էր ճշմարիտ լույսը, որ լուսավորում է ամեն մարդու, որ գալու է աշխարհ։ Նա աշխարհի մեջ էր եւ աշխարհը նրանով եղավ, եւ սակայն աշխարհը նրան չճանաչեց։ Յուրայինների մոտ եկավ, բայց յուրայինները նրան չընդունեցին, իսկ ովքեր նրան ընդունեցին, նրանց իշխանություն տվեց Աստծո որդիներ լինելու։ Նրանց, որոնք իր անվանը կհավատան, նրանք ոչ արունից, ոչ մարմնի կամքից, ոչ էլ մարդու կամքից, այլ Աստծուց ծնվեցին։ Եվ բանը մարմին եղավ եւ բնակվեց մեր մեջ եւ տեսանք նրա փառքը նման այն փառքին, որ Հայրն է տալիս միածնին, լի շնորհով եւ ճշմարտությամբ։ Հովհաննեսը վկայում էր նրա մասին, աղաղակում եւ ասում. «Սա է, որի մասին ասացի, նա, որ իմ ետևից է գալիս, ինձանից մեծ եղավ, որովհետեւ ինձանից առաջ կար»։ Մենք բոլորս նրա լիությունից ստացանք շնորհի փոխարեն, որովհետև օրենքը Մովսեսի միջոցով տրվեց, իսկ շնորհը եւ ճշմարտությունը Հիսուս Քրիստոսի միջոցով եղան։ Այսօր պայծառակերպության տոնի երկրորդ օրն է եւ Հովհաննու ավետարանի այս սկզբի հատվածը մեզ խոսում է ամբողջ փրկության խորհրդի մասին։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի աստվածության մասին եւ որ փրկությունը միայն նրանով է։ Ովքեր հավատացին նրան, փրկություն ունեցան, իսկ ովքեր չհավատացին, փրկությունից զուրկ պիտի մնան։ Եվ պայծառակերպության տոնը աստվածային մի շատ կարևոր վկայություն է Քրիստոսի աստվածության մասին։ Եվ այսօրվա առաքելական թուղթը, որ ընթերցում էր Հովհաննու ավետարանի առաջին ընդհանրական թուղթը, այնտեղ Հովհաննես ավետարանի չհետևյալն է ասում. Եթե ընդունում ենք մարդկանց վկայությունը, Աստծո վկայությունը, ինչ խոսք, ավելի մեծ է։ Այս է Աստծո վկայությունը, այն, որ նա վկայեց իր որդու մասին։ Երբ վկայեց, պայծառակերպության ժամանակ, Թաբոր լեռան վրա, ասեց դա է իմ սիրելի որդին, որն ունի իմ ամբողջ հաճությունը, դրան լսեցեք։ Աստված ինքը վկայեց Քրիստոսի մասին։ Եվ պայծառակերպության դրվագում, պայծառակերպված ժամանակ մարդիկ, առաքյալները տեսան Քրիստոսի աստվածությունը։ Եվ ոչ միայն տեսան Քրիստոսի աստվածությունը, այլև տեսան մարդու հանդերձյալ փառքը, որին պիտի արժանանա մարդը երկնքում, որին պիտի արժանանա մարդը երկնքի արքայության մեջ։ Եվ այսօր մեզանում մեռելոց է, ինչպես բոլոր տաղավար տոների երկրորդ օրը, այսօր էլ տաղավար տոնի երկրորդ օրն է հիշատակ ննջեցելոց։ Մենք կատարելով տոն հիշում ենք մեր ննջեցյալներին։ Հիշում ենք մեր ննջեցյալների եւ աղոթում, որ իրենք արժանանան այն լուսեղեն փառքին, այն լուսեղեն տեսքին, ինչը երևաց պայծառակերպության ժամանակ, ինչի մեջ հայտնվեցին սուրբ առաքյալները Թաբոր լեռան վրա, այսինքն իրենք հայտնվել էին երկնքի արքայության մի վիճակի մեջ եւ չէին ուզում այնտեղից իջնեին, ուզում էին տաղավարներ սարքեն եւ մնային այնտեղ։ Ինչի մասին վկայում են բոլոր նրանք, ովքեր տեսիլքով կամ ինչ-որ կերպ երբևէ ճաշակել են երկնքի արքայությունը, նրա քաղցրությունը, այլևս չէին ուզում վերադառնալ։ Եվ մենք էլ աղոթում ենք, որ մեր ննջեցյալները արժանի լինեն երկնքի արքայության
Եվ մեզ համար էլ խնդրում ենք, որ Աստված մեզ էլ մի օր արժանացնի երկնքի արքայության։ Բայց շատ կարևոր մի բան է ասում է Հիսուսն աշխարհ եկավ, յուրայինների մոտ եկավ, բայց չընդունեցին։ Բայց ովքեր որ ընդունեցին, դրանց իշխանություն տվեց Աստծո որդիներ լինելու։ Ուրեմն փրկությունը Քրիստոսին ընդունելով է միայն, եւ Քրիստոսին հավատալով է, առանց Քրիստոսին ընդունելու, առանց Քրիստոսին հավատալու չկա փրկություն։ Եվ բոլոր այն ննջեցյալների համար է մեր աղոթքը, ովքեր ընդունել են Քրիստոսին, ովքեր հավատացել են Քրիստոսին, ովքեր Քրիստոսին որպես Տեր եւ Փրկիչ եւ Աստված են ընդունել իրենց համար է։ Բայց քանի որ մենք տկար մարդիկս չունենք այդ աստվածային իմաստությունը, հոգու շնորհը ճանաչելու ով ընդունել, ով չի ընդունել, հա, որտեղ մենք հոգետես չենք, մենք հոգիները չգիտենք, մենք արտաքին երևույթն ենք միայն տեսնում եւ դատում ենք միայն աչքի տեսածով, ինչի մասին ավետարանն ասում է, որ սխալ է, աչքի տեսածով մի դատեք, այլ ուղիղ դատաստան արեք։ Ուրեմն մենք քանի որ չգիտենք, մենք աղոթում ենք բոլորի համար, բոլոր նրանց համար, որոնք մկրտվել են, աղոթում ենք եւ Աստծուն հանձնում, հա, որտեղ Աստված գիտի, ում հոգու մեջ ինչ կար, Աստված գիտի ճշմարտությունը եւ Աստված է տեսնում իրականությունը, իրողությունը, որը մեր աչքերից, մեր տկարներից, մեղավորներիս աչքերից ծածկված է մեր մեղքերի պատճառով։ Ուրեմն աղոթենք, խնդրենք, որ պայծառակերպության լույսին ու փառքին, լույս արքայությանը, Քրիստոսի պայծառակերպված վիճակին եւ այդ վիճակի մեջ գտնվելու հավիտենական ողորմությանն ու շնորհին Աստված արժանացնի մեր բոլոր ննջեցյալներին։ Մեզ էլ այդ հույսով ապրելու եւ մի օր այդ ողորմությանն արժանանալու շնորհ անի։ Աստծո շնորհը, սերը, խաղաղությունը թող ամենքիս հետ լինի։ Ամեն։